Տաղավարում հյուրընկալել ենք Արմեն Բադալյանին, նա Քաղ տեխնոլոգիա, պարոն Բադալյան, բարի երեկո, շնորհակալություն, որ միացել եք մեզ։ Երբ պատրաստվում էինք այս եթերին, ես հնարավորություն ունեցա զրուցել գործընկերոջս հետ, որ այսօր ձեզ հետ հարցազրույց է վարել Alpha News-ի մեկ այլ նախագծի շրջանակում, ու ես գիտեմ ձեր դիրքորոշումը նախորդային կատարվածի վերաբերյալ, որը բավական հետաքրքիր էր, ու խնդրելու եմ, որ ներկայացնեք։ Կոնկրետ եկեղեցու նկատմամբ է երեկվա, ասենք, միջոցառումը, որովհետև երեկվա միջոցառումը որոշակի այսպես ոչ այդքան ճիշտ գնահատականի առաջանում։ Միանգամից, չեն ձեզ Facebook-ում չկա միանգամից ասեմ, բայց ես գիտեմ, որ Facebook-ում հիմա մի հատ մեծ ուրախություն է, որ հաղթեցինք, սրբազան շարժումը հաղթեց փողոցին եւ այլն, դրանք իրենց ծրագրերը չիրականացեցին, այստեղ հարց առաջանում։ Իսկ դուք ինչ գիտեք, ո՞րն էր իրենց ծրագիրը։ Ծրագիրը գան մտնեն նամակը տան դուրս գան, ծրագիրը գան այդտեղ ինչ-որ եկեղեցական ծիսակատարություն իրականացնեն, միգուցե բախում իրականացնեն, որն է ծրագիրը, մենք չգիտենք, սա մեկ, երկրորդ, դա հաղթանակ չէ, Հայաստանում կա մեկ հաղթանակ, երբ որ վարչապետը այլ անց կլինի, այդ դա կլինի հաղթանակ, մնացած դեպքերում դա դեռևս հաղթանակ չէ, դա ընթացիկ ինչ-որ գործընթացներ են, սա մեկ, երկրորդ, պետք չի ոգևորվել, որ այն կողմին, որոնք լրատվամիջոցներում ստացել են Տիրադավ անվանումը, այդքան քիչ մարդիկ են եկել, հիմա խնդիրը հասկանալի է, որ մարդու շատ ու քիչ լինելու մեջ չէ, խնդիրը այլ տեղ է կանում, այն մասնավորապես այն, որ մայիսի 9-ից հետո վարչապետը երբ որ եկավ Մոսկվայից, այնտեղ որոշակի խոսակցություններ է եղել իր հետ, ինչպես մենք հետագայում տարբեր ուրեմն վերլուծաբանների հետ, ոչ հայաստանցի ուրեմն իմացել ենք, եւ դրանից հետո ինքը անմիջապես ոնց որ ասեմ բոլոր ճանապարհներով արդեն պատվերը տանում են միջև վերջ։ Ակալի դա Զանգեզուրի Միջանցքի հարցը անմիջապես հանձնել, ռուսական ներկայությունը չեզոքացնել, ինչ որ մի բառի համար ռուս գործարար հայ գործարարին ռադիկալացի չեզոքացնել, եկեղեցուն չեզոքացնել, որտեղ նայեք եկեղեցին ազգային ուրեմն դիմագիծ ունեցող եւ ազգային դիմագիծը պահող կառույց է, որը ունի մի մոռացեք Արցախի թեմ, կապ չունի թեմի ղեկավարը իրեն ինչպես է պահում, թեմը որպես այդպեսին կա, ինչը հակասում է Ադրբեջանի շահերին, բնականաբար այդ թեմը պետք է վերացվի, այս վեհապարերակ այդ թեմը չի վերացվելու։ Այո, եկեղեցին ունի այնքան ուժ, որ ինքը դիմանա միջև հունիսի 7-ը, որտեղ հիմա որոշակելի գործողություններ կարող են լինել, բայց ամեն դեպքում փետրվարից արդեն սկսում է քարոզարշավը եւ քարոզարշավի ժամանակ արդեն անդադ էջմիածին չեն գնալ տարբեր ուրեմն վայրերը պետք է գնան, այսինքն ամբողջ ռեսուրսը միտեղ չի կենտրոնացվել, բաժանվելու է տարբեր տեղերին։ Եվ դա կհեշտացնի եկեղեցու դեմ պայքարը ինչ որ չափով, բայց հունիսի 7-ից հետո եթե մնացես նույն քաղաքական ուժի իշխանության եւ վերարտադրվեց, ապա 5 տարի ժամանակ են ունենում, իսկ 5 տարի ժամանակը լրիվ բավարար է եկեղեցին որպես կառույց, ուղղակի ազգային կառույց վերացնելու, պահպանելով, ասենք այն ինչ որ ասենք Հայաստանի Հանրապետության եկեղեցի։ Դրա համար պետք չէ ասելու 3 հաղթանակ է եղել, ոչ 3 հաղթանակ չի եղել։ Ավելին, ի վերջո իշխանություններին հաջողվեց վեհարանում բախում իրականացնել ամեն դեպքում հայերի միջև 200-ը 5000-ի դեմ, 200-ը 10000-ի դեմ, որից ադրբեջանցիները հիմա ցնծում են։ Դա հաղթանակն էր իշխանության։ Ինքը դա կարողացավ ասել։ Միգուցե նպատակը դեր, միգուցե ծրագիրը դեր եւ ոչ թե ինչ որ գործողություն իրականացնել, սա մեկ եւ երկրորդ սրանով չի ավարտվում, որտեղ վարչապետը ասեց, ինքը բոլոր իր ծրագրերը միջև վերջ հասցնելու է։ Հիմա սա կհաջողվի միջև հունիսի 7-ից հետո ուրիշ հարց է, բայց ինքը ծրագիր տանելու եւ եթե չեն ուզում որ այս ծրագիրի միջև վերջ ուրեմն հասցվի, ուրեմն պետք է իրենք հաղթանակ տանեն եւ բնականաբար փոխեն իշխանությանը։ Դա պետք է անեն դիմությունը։ Իսկ ինչ կարող է անել վեհապարը անդիմության մասին դեռ կհարցնենք ձեզ։ Վեհապարը անում է այն ինչ որ այս պայդրությամբ ինքը գտնում է նպատակարմար, կամած նրանց ուրեմն դիրքերը թույլատնում է, որովհետեւ Գերագույն հոգեվոր խորհրդի կազմից 3 հոգի այսօր դուրս եկան, ասենք դա ամեն դեպքում նրանց կարգավիճակի իջեցում է։ Վեհապարը չպետք է քաղաքականացնի հարցը ինչ է եւ իրականում ինքը անում եւ շատ ճիշտ է անում, այսինքն իրան ավելի շատ դեպքերում շատ տեղին եւ համառեք է պահում։ Ավել բան պետք չի սпасել, ասենք վեհապարը կոչ չի անելու, որ գիտեք բոլորը ով կա դուրս եկեք, ինչ որ հանրավական է գերտանեք, դա քաղաքական գործընթացի կվերածի, ինչը հակասում է նաև սահմանադրությունը, ինչը առիթ կտա իշխանություններին դա օգտագործել այլ գործընթացներ իրականացնելու համար։ Բայց ես մենք տեսնում ենք մի բան, ոչ միայն վեհապարը, այլև Ռուսաստանի Դաշնության, իր եղբայրը որպես թեմի ղեկավար, իսկ դա միայն եղբայր հարցը չի։ Ի վերջո Ռուսաստանի հայ համայնքը բավականին խոշոր
համայնքը եւ շատ այլ համայնքների նման չի, ասենք, այնտեղ ազգային ինչ պահպան բան կա, ասենք կառույցն է, ազգային մտածելակերպը կա եւ ամեն նպատակ դրված է համայնքը ուղղակի տարանջատել, ուրեմն հայ եկեղեցուց, որովհետեւ պատկերացեք, եթե Ռուսաստանի այդ թեմից ինչ որ քահանա գա, նրանք կարող են շատ հանգիստ այլևս չընդունել կամ որոշակի գործողություն անել։ Այսինքն սա Հայաստանի եւ Ռուսաստանի այդ եկեղեցական կառույցների տարանջատման դե ֆակտո գործընթացն է տեղ ունենում եւ դրա հետ կապված նաեւ բավականին մի մեծ համայնք Ռուսաստանի հայ համայնքին փաստորեն փորձում են կտրել հայկականությունից, հայաստանյան ուրեմն հասարակությունից, ինչը թույլատնում է հայ հասարակությանը, ինչը նպաստում է այսօրվա իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը, ինչը նպաստում է Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությանը եւ նաեւ գլոբալիստների։ Միայն Թուրքիան, Ադրբեջանը չէ, սա նաեւ Եվրոմիության գլոբալիստների քաղաքականությունն է, այստեղ չունենալ ազգային, այսպես դիմագծերով հասարակությունը, այլ ունենալ ֆեստիվալներով, չգիտեմ, հա, այնտեղ տարատեսակ փոքրամասնություններով, տարատեսակ ինչ որ կրոնական այս կառույցներով, աղանդավորներով, ինչ որ մի հասարակություն, այսինքն գլոբալիստական հասարակություն։ Բայց միայն Ռուսաստանից տարանջատումն է, թե ընդհանրապես, որտեղ ես տեսա կաթողիկոսին սատարող եպիսկոպոսների ուրեմն հայտարարությունները եւ ստորագրությունները եւ բացառությամբ 1-2, հա, ԱՄՆ արմենիան թևի եւ եթե չեմ սխալվում Դամասկոսի, հա, մնացածները սատարեցին arczepiskop կաթողիկոսին եւ սա նշանակում է կարծիքը, որ նա փորձել են տարանջատել մնացածներից էլ։ Սիրիայի այդ բան եկեղեցու սիրիական թեմը կամ մյուս թեմը, որտեղ այնտեղ պետք է լինեն Կիլիկիո, թե Կիլիկիո չի, դա պետք է ոչ Կիլիկիոն, ես ուշադիր հետևել եմ։ Դրանք, եթե համացանմեջ դրում եք, տեսնում եք ռուսական թեմը ամենամեծն է։ Առաջին հերթին դու խփում ես մեծ թեմին։ Երբ որ ես հարցը կլուծես, մնացածներին, ասենք Հունաստանի թեմը կլինի, թե Հնդկաչինի թեմը կլինի, դրանք փոքր կամ Ուրուգվայի թեմը, դրանք արդեն մի քիչ այլ կշիռ ունեն հայ հասարակության համար, քան Ռուսաստանի հայ համայնք։ Այդ դրա համար հենց առաջինը դրան է, հա, խփում ինչ որ բան այդ պակի փաստաթղթեր շրջանառության մեջ դնելով, որ ուղղակի լուրջ չէ, ասենք դրանք քննարկել եւ այլն։ Բայց խնդիրը կա մենա, որ ինքը իր օրակարգը փորձում է առաջ տալ, նա չի կանգնելու։ Սա պետք է հաշվի առնել, ես մի փոքր չեմ համաձայնում ձեր գնահատականի 3 ինչ կատարվեց, այո, այնտեղ հավաքված կաթողիկոսին սատարող ժողովուրդը չի հաղթել, բայց ոչ էլ պարտվել է, որովհետեւ գլոբալ առումով ինչն է նպատակը։ Մենք մի քիչ առաջ մինչև ձեր գալը անի այդ զրուցում ենք եւ ես օրինակ այն միտքն եմ արտահայտում, որ այս ամեն ինչը ցույց է տալիս, որ Փաշինյանը ժողովրդից ստացած լեգիտիմություն չունի եկեղեցու դեմ պայքարելու, այսինքն ինքը ուժայիններին օգտագործում է, ինքը քաղաքացիական հագուստով ահացեին օգտագործում է, բայց ինքնակամ նույն նավասարդ կճարանի համար 10 հոգի չի գալիս եւ հանրային աջակցություն չկա։ Իսկ դա իրան կանգնացնում է, դա խնդիրը հանրային աջակցությունը չի, խնդիրը դա լեգիտիմություն ունենալու կամությունը չէ, ցույց տալ նաև այլ մարդկանց, որ ժողովրդի իրականությունից չէ, բացարձակ չէ, իր խնդիրը ընդհանրապես կաթողիկոսին հեռացնելն է։ Իր խնդիրը դա ինքը իրեն աջակցող հեռուստաընկերությամբ դա ցույց է տալիս։ Իր խնդիրը չի, ասենք, դիզայնը, ասենք, ապահովելու այդ գործընթացի PR կողմ ապահովելու։ Բայց դուրսը նաև հասկանում եք, հասարակական կենտրոններ, մեծ կոնֆեսիաներ, իրենք տեսնում են, որ սմարտը բան է։ Հա, այդ մեծ կոնֆեսիա դրսեն նայող ասաց, Հայաստանում ընտրություններ անցկացնում ենք մոլդովական սցենարով։ Հասկանում եք, այդ լեգիտիմություն, իրավունք, ժողովրդավարություն, այդ լավ սկզբունքներ դրված է մի կողմ, գնում է բան այդ մարդ առանց կանոնների, որտեղ ոչ լեգիտիմության հարցն է հետաքրքրում ինչ-որ մեկին, հատկապես է տարածության կենտրոնում։ Կարծինքը չպետք է ապահովի ինքը։ Բացարձակ այդքան էական չի, որտեղ բան այդ ում որ պետք է այդ նկարները կդնեն։ Այդ նկարները կդնեն, այդ կարծինքան ոչ մի բան է տալիս։ Հիմա դա ում արդյունքը, որտեղ ես ունենք չեմ տեսնում, որ նույն ԱՄՆ-ն շահագրգռված է։ ԱՄՆ-ն ստեղ հասարակություն չունի։ Դա հետաքրքրում է գլոբալիստական բան այդ արևմուտքին, որի պետք է որ հասարակության մեջ ազգային որևէ բան այդ դիմադրության կառույց չլինի, եկեղեցին ազգային։ Որպեսզի հասարակությունը վերածվի գլոբալիստական հասարակության։ Դու չտարբերվես, ասենք, որն է լինելու տարբերությունը սովորական հայի համար լինել ազգային նկարագրով, թե գլոբալիստական հասարակության մի մաս։ Ազգային հայը բարձրացնելու է Արցախի հարցի իշխանափոխությունից հետո, ազգային հարցը բարձրացնելու է ցեղասպանության հարցը, ազգային հարցը բարձրացնելու է ինքնուրույնության եւ ինքնիշխանության եւ ինքնասիրության եւ մնացած բոլոր հարցերը գլոբալիստը դա չի բարձրացնում։
Ինչու պետք է բարձրացնել այդ բոլոր հարցերը, չէ՞ որ հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է 4-րդ հանրապետություն, վերջապես նոր ձևավորել է, նոր պետություն է կերտել, վերջին ճեպազրույցի ժամանակ էլ կրկնեց այդ թեզերը, որ վերջապես ազատվել է այդ կապանքներից, իսկ դուք ասում եք պետք է բարձրացնել Արցախի հարց, ցեղասպանության հարց, ինչու՞։ Ես չեմ ասում պետք է բարձրացնել, ասում ազգային հարցը դա բարձրացնել է, որտեղ եթե բարձրացնեցիր, դուք ուղղակի ուծվելու եք եւ այս տարածքում այլևս չեք լինելու։ Շնորհակալ եմ։ Միանանք Մոսկվայի խմբագրությանը, Արմեն Յուրխանյան։ У меня вот такой вопрос. Мы видим налицо раскол. Пока что он не достиг каких-то критических размеров, какая-то маленькая, маргинальная, можно сказать, группа священников противостоит традиционной нашей церкви. Однако, можно ли ожидать с подачи Пашиняна организации, провозглашения какой-то новой церковной структуры, ну, например, армянско-апостольская протестантская церковь за чистоту нравов, и какая-то ее легитимизация, институализация, то есть для того, чтобы просто вот этот протестный по отношению к церкви, протестные последователи церкви, запашиняновцы, имели точку кристаллизации, и что можно противостоять, если это вдруг может осуществиться? Կալություն հարցի համար իդեպ ասեմ, այս տարվա այս պայքարի գործընթացը շատ նման է 1920-ական թվականներին բոլշևիկյան կուսակցության կողմից հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող պայքարին։ Համարյա մեկին մեկ այդ մեթոդաբանությունը կրկնվում է։ Ինչ վերաբերում է ինչ որ շարժում ստեղծելը, այո, այն ժամանակ էլ դա կոչվում էր նորոգչական, այսպես նաև Ռուսաստանում իդեպ կար այդ շարժումը, ռուս ուղղափառ եկեղեցու կազմում որ ստեղծվեց, Հայաստանում էլ ասենք, այդ նորոգչական շարժումը դա կարող է մոտավորապես ոչ թե հայ առաքելական սուրբ եկեղեցի, այլ Հայաստանի Հանրապետության եկեղեցի։ Ի վերջո դրան մոտավորապես այդ տարբերակը Ուկրաինայում կա, Պրավոսլավն ցերկով Ուկրաինի։ Նույնը կարող է լինել Հայաստանի, ասենք, առաքելական եկեղեցի եւ կամ առաքելական հայաստանյան եկեղեցի, ինչ որ մի անունով, այո, այդպեսի կառույց կարող են իրանք հետագայում կամ նպատակ ունեն ստեղծելու, որովհետեւ սա ինքնին միայն կաթողիկոսին հեռացնելու շարժում չէ, սա այո, պետք է ինստիտուցիոնալիզացիա ենթարկվի, այո, այստեղ պետք է նաև չմոռանանք վարչապետը նաև նշեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվին կան բազմաթիվ եկեղեցիներ եւ այլն, որոնք իրենց հաշվին են գտնում եւ ոչ թե եկեղեցին, այստեղ հարց առաջանում, ինչու նախկինում դրանք չեն փոխանցվել եկեղեցիներին, բայց քանի որ դրանք կառավարական գույք են, շատ հանգիստ կարող են դրանք տրամադրվել նաև այդ եկեղեցուն եւ կամած, ասեմ, այստեղ կամած այդ շարժումը փորձեն ցույց տալ երկու եկեղեցիների պայքար։ Կարևոր չի ինչքան քանակով, հասկանալ այստեղ 99% են, այստեղ 1% են, բայց այդ հմեկով այդ կարծինքան կարող են փորձել այդ տեսարանը կամ PR-ը կարող են ինչ որ չափով ապահովել որոշ ժամանակ, իսկ երբ որ իրանք ասենք հաջողվի ինչ-որ չափով հունիս 8-ից դառնալ, ապա հավատացեք, այս եկեղեցին ավելի են, իրանք արհեստական եկեղեցին ավելի են փորձելու բանը ուժեղացնել։ Հիմա դրա դեմ ինչ ձև պետք է պայքարել, ասացի, պայքարելու մեկ ձև կա ուղղակի քաղաքական ուժին հեռացնել իշխանությունից, որտեղ ինքը չի կանգնելու, սա պետքա ֆիքսեք, միջև վերջ գնալու է բոլոր ոլորտերում, այդ թվում նաև եկեղեցու։ Կկարողանա դեմությունը համանդրության շրջանակներում հեռացնել իրեն եւ բերել նոր քաղաքական ուժի։ Անմիջապես բան կլինի, այդ պայքարը կդադարի, այն եկեղեցականները կհեռացվեն, որտեղ այստեղ մի խնդիր կա, իսկ վեհապարը ինչքան է հանդուրժելու այդ եկեղեցականների գոյությունը։ Ուտեւ այսօր նրանց գերագույն խորհրդի կազմից հեռացրեցին։ Իսկ վաղը նրանց հնարավոր է նաև հեռացնել, ու կարող են հեռացնել, բայց քանի որ ոստիկանություն իշխանության կողմն է, բնականաբար նրանք ուժով ոնց որ են, հա, մեկը կա, որ իրեն եկեղեցական տեղ է դրել, այսինքն դրան ուժով բերում ենք այդ Վանավանք, նույնպես նաև այս գործիչներին բերեն, ասենք իրենց եկեղեցիներ, քանի դեռ այս իշխանությունը կա։ Իշխանությունից հետո այս հասկանալի է, որ այս բոլոր անմիջապես հեռացվելու են եւ ազատվել են։ Մի դրական բան արեց վարչապետը այս գործընթացով, եկեղեցում ցույց տվեց լուստրացիան, որ այդքան ուզում են անեն, ինքը ցույց տվեց ովքեր են, որ իրականում
հավատացյալ չեն, որովհետև գիտեք ինչ, եթե այս մարդիկ իրականում ուզեն ինչ-որ, դրական գործ անել, իրանք կմտնեն վեհապարի մոտ, կասեն, որ գիտեք, մեր վրա մեծ կոմպրոմատ կա, բայց քանի որ ինձ համար եկեղեցին մեծ նշանակություն ունի, ես չեմ ուզում դեմ գնալ եկեղեցուն, ես խնդրում եմ ինձ ուրեմն զրկել համապատասխան այս կոչումից, քանի որ ես հավատում եմ Աստծուն, ես հավատում եմ Հայ Առաքելական եկեղեցու եւ դրանց համար մեծ նշանակություն ունի, ես կամավոր հեռանում եմ եկեղեցուց, բայց իրանք չգնացին, չէ՞, ցույց տալու համար, որ իրենց համար պաշտոնը, գույքը եւ այլ արժեքները ավելի կարեւոր են, քան Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ եղած այդ հավատը եւ վստահությունը։ Բադալյան, երկու հարց որպես քաղաք տեխնոլոգի, տեսեք, նու առնվազն երկու բան է անում Փաշինյանը, որը իրեն օգուտ չի բերում, ռեյտինգի առումով։ Առաջինը Նավասարդ Կոչարյանով փորձելով բարենորոգել եկեղեցին, որովհետև համեմատած ուրեմն մնացածներին, հակառակ կողմում, ու առնվազն նաև Նիկոլ Փաշինյանի օգնությամբ Նավասարդ Կոչարյանը դարձել է այն հոգևորականի կերպար, որը չպետք է լինի ընդհանրապես, այսինքն միշտ եթե ինչ-որ մեկին ուզում են օրինակ բերեին, կամ ինչ-որ մեկին ուզում են հիշեն, որ ասեն, որ ձեր եկեղեցում է սենց բան կա, միշտ Նավասարդ Կոչարյանն է ունեն տալիս։ Որն է իմաստը Փաշինյանին, Կոչարյանին առաջամարտիկ դարձնելով, շատ լավ հասկանալը, որ ինքը կոպիտ ասած Կոչարյանի հրեշավոր կերպարի հեղինակներից մեկն է։ Սա առաջին հարցը, երկրորդը ուղղակի վերջերս կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը որոշեց, որ ինքը արդեն խանութ բացող փագող է, եւ շատերս գիտենք ինչ խնդիր կա կանխիկ եւ անկանխիկ այդ նույն փոքր խանութներում, որ նու առնվազն 5%, 2% բանկին, 3% Պեկին, գնում է այդ անկախիկ օպերացիաներից, այսինքն շատ դեպքերում տնտեսվարող սուբյեկտներին ձեռք չի տալիս անկախիկով աշխատել եւ Փաշինյանն այնտեղ որոշում է, կարող եմ ասում, որ ես եմ խանութը փակելու եւ ես կորոշեմ երբ է բացվելու, շատ լավ իմանալը, որ դա իրան բան չի բերում, որն է այս անտագոնիզմի հիմնական պատճառը։ Տեսեք, իհարկե երկրորդ հարցը տնտեսական հարցը, դա միգուցե տնտեսական փորձագետը կներկայացնի, որտեղ ես ինքը տրամադրում է իր դեմ հազարավոր տնտեսվարողներ։ Չի տրամադրում, մի քիչ ուրիշ գործողություն կա, այստեղ նայած դու կոորդինատորի ինչ համակարգում եք, դիտարկում այս գործընթացը, երբ որ դուք նշում եք այդ վարկանիշի հետ կապված խնդիրներ ունի, նա ունի որոշակի տոկոս, ասենք որոշակի վարկանիշ ունի, հիմա որոշ տեղում ասում են 15%, որոշ տեղ ասում են 20% եւ այլն, բայց երբ որ վերջերս արտգործնախարարը նշեց, որ գնում է Բրյուսելում, այնտեղ ստորագրեց Եվրոմիության հետ ուրեմն համապատասխան այդ փաստաթղթերը, այնտեղ Եվրոմիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահան Մկայա Կալասը, ինչպես նաև դրանից էլ առաջել մի անգամ եւս, ինչպես նաև վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ կապված ուրեմն հարցազրույցի ժամանակ Շվեդիայի արտգործնախարարը, ՆԱՏՕ-ի, Չեխիայի ուրեմն դեսպանը, այսինքն տարբեր կալիբրի, տարբեր կարգավիճակներ ունեցող գործիչներ նշեցին Հայաստանում մենք ընտրությունները հաջորդ տարի անցկացնելու ենք մոլդովական սցենարում։ Մոլդովական սցենարով անցկացնելու համար իր եղած վարկանիշ ամբողջովին հերիք է իրեն վերարտադրվելու համար 15-20%-ը, որովհետև Մայա Սանդուն աջակցող կուսակցությունը ուներ 31%, ընտրությունից առաջ, ընտրությունից հետո նկարեցին 58%։ Իրանք, ասենք, մոլդովական սցենարը ասելով պետք է հասկանալ ոչ թե կոնկրետ նույն տեխնոլոգիաների հայելային այստեղ իրականացումը, որտեղ որոշ դեպքերում դա չի հաջողվում, այլ ոչ ազնիվ տեխնոլոգիաների միջոցով իշխող քաղաքական ուժի վերարտադրությունը կարող են այլ լրիվ ուրիշ տեխնոլոգիաներ ունենալ, այսինքն դա անվանում ենք պայմանական մոլդովական սցենար, այնպես որ ինքը իր հայտարարությունը երբ որ անում է, ինքը չի մտածում ավել ձայն բերելու համար, հիմա դա է պետք գա քանի որ հասարակությունը մեծ մասամբ մի օրով է մտածում, մի օրվա գործընթացով է մտածում, կամ մի օրով է ապրում, ապա միջև ընտրություններ շատ ուրեմն բաներ տեղեկություններ կլեն, որոնք կծածկեն այս իրացած տեղեկությունը, բայց ինքը որոշակի նախընտրական կամպանիայի ժամանակ, երբ որ կբերի բենզին, որը կարող է արդեն բերում է, որը կարող է 15-20 դրամ ավելի ժան լինի եւ ավելի շատ ուրեմն կողմնակից մարդ ունենա իրեն աջակից, քանից եկեղեցու հետ կապված խնդիրներ, այսինքն պետք չի մտածել, որ եթե ինքը այսպեսի գործողություն է անում բացասական, այսպես կերպարով եկեղեցականի կողմից իր վարկանիշը դա չի բարձրացնում, իրեն պետք չի։ Բենզինը կվաճառի 5% կբարձրացվի։ Ունեցած 15%-ին 20% իրան հերիք է մոլդովական սցենարով 58% ստանալու համար պայմանականորեն ասած։ Ինչ վերաբերում է այդ խանութներին, ապա խանութներն էլ
իր դեմ լարել չդարել դա մի քիչ տնտեսական հարց է թե ում է դեմ լարում ու դեմ չի լարում քանի որ դա մի քիչ ուրիշ ոլորտ է ես չեմ կարող ասել իր դեմ լարում է թե չի դարում բայց էլի պետք է դիտարկեք այդ սկզբունքով եղած վարկանիշը կարող է մի քիչ ավելացնել դա նորմալ է որ երկրի վարչապետը որոշում է Չէ, մեր նման երկրներում նորմալ մեր նման երկրներում, մեր նման երկրում արդեն դա նորմալ է, որտեղ 2018 թվականից ես նշում եմ, որ եղած քաղաքական ուժը անձնիշխան կառավարման համակարգ է ձևավորում, որ երկրում բոլոր ճիշտ է շատ թիմեր կլինեն համալսարան, ֆուտբոլի ֆեդերացիա, դատական խորհուրդ, ազգային ժողով ու ամեն ինչ պետք է որոշի ինքը, այո, ինքը վերջերաչը պետք է որոշի, ասենք, հա, չգիտեմ, ինչ որ մի դարպասները ասիական դիկտատոր դարել է, թե դեռ Չէ, դեռ չի դարել, դրա համար բավականին դեռ ճանապարհ ունի անցնելու, դեռ Կիմ Չեն Իր չի դարել, որտեղ Կիմ Չեն Իրը նաև երկրի մասին է մտածում, Հյուսեն Կորեան ոչ մեկի ուրեմն բանը չի դարել, էլ ասենք ինչ որ ֆորպոստը չի դարել, հատկապես գլոբալիստերի։ Ինչ որ բերում Հայաստանին, չէ, դեռևս ինքը չի դարել այդ դիկտատուրան, դա պետք է ասենք ֆիքսենք, բայց իր կառավարման մոդելը այնպեսին է հիմա կառուցած, որ արդեն ամեն ինչ ենթարկվում է իրեն դա եւ ուժեղ կողմ ունի եւ թույլ կողմ ունի որովհետեւ նաեւ հոգնում են շատերը ասենք ենթարկվելուց կամ որ հոգնում են կամ որ նաեւ չեն ուզում ենթարկվել ուղղակի դու պետք է գտնես այդ չենթարկողներին եւ դրանց հետ համապատասխան աշխատանք տանես հնարավոր է որ իրեն ընտրություններին ունեք սպասի Սաակաշվիլի ճակատագիրը որովհետեւ ժամանակին Սաակաշվիլին գնաց տենց փոքրիկ դիկտատորի հետքերով եւ Թե չեմ խաղում Վրաստանի բնակչության 10%-ը, այսպես թե անցավ կալանավայրերով եւ այլ տեղերով եւ ի վերջո այդ 10%-ի եւ իրենց ընտանիքների ձայնը որոշիչ դարձավ, այսինքն եթե դու անդադ ինչ-որ միտեղ փորձում ես զսպանակը ճնշել, ի վերջո ինչ-որ հարված լինելու է։ Թե ինքը այդքան վստահ է, որ միայն Եվրոպական միությանը ու Թուրքիայի աջակցությամբ ինքը հարցերը լուծող է։ Գիտեք ինչ, աջակցությունը կայանում է նրանում, որ զսպանակը երբ որ պետք է բացվի, հասկանալի է, որ ասենք պետք է գնան ինչ-որ անդիմադիր այս կամ այն ուժին քվեարկել, իսկ եթե այս կամ այն ուժը չի գրանցվում, Բայց ինքը կարող է բոլորին չգրանցել։ Ինքը կարող է չգրանցել ազդեցիկներին, մնացածներին կարող է գրանցել, որոնք իրենց ոչինչ չեն ներկայացնում։ Ինքը կարող է բերել, ասենք, ձայն փոշիացնող մի 10 կուսակցություն եւ ոչ միայն, ինքը կարող է նայել այլ ուրեմն շրջանակներից բերել այդ գործընթացը։ Միանշանակ չէ, սև ու սպիտակ չէ։ Բացի դրանից, ասենք, ընտրությունների ժամանակ գոյություն չունի այն մեխանիզմը, որ գիտեք, ասենք, եթե սան չես ձայն տալիս, չես գրանցում, ապա նա կոչանում եւ գնում են իր ընտրազանգվածը քվեարկում է, դա սխալ տեսակետ է։ Այդպես չի լինում, դա շատ քիչ տոկոս գնում ես կամ այնին։ Կարող է գրանցել մի 15 կուսակցություն 20, ենթադրում եմ այս ընտրությունը մի 25-30 կուսակցություն կլինի։ Հա, կլինի ընդդիմություն, բայց այն ազդեցիկ ընդդիմություն, ինչպես Մոլդովայում թույլ չտվեցին, կարող է ստեղել թույլ չտան։ Ինքը գնում է այդ ճանապարհով։ Դրա համար Սաակաշվիլին, հետո Սաակաշվիլին չմոռանանք նաև մի բանով, որ ինքը 10%-ին ասում է կա բանտեր մտցել։ Ինքը Նիկոլ Փաշինյանը դեռևս Հայաստանի բնակչության 10%-ին բանտերով չի անցկացել։ Եվ հետո Սաակաշվիլին գաղափարական արևմտամետ էր, ինքը իրոք ամեն դեպքում կոռուպցիայի դեմ պայքարներ, իհարկե ինքը մի քիչ չափա անցավ որոշ դեպքերում, բայց ինքը որտեվ իրականում կոռուպցիան շատ էր, բայց Հայաստանում տես չկա, որովհետև իսկ ավելի ասում եմ նաև գաղափարական թուրքամետ են երկուսները։ Չէ, թուրքամետ են թե ինչ են, ամեն դեպքում Սաակաշվիլին գործիք չէր։ Իդեպ եկեղեցի հետ կապված մի բան էլ նշենք, եկեղեցին ոչ միայն Արցախի թեմ ունի, ոչ միայն Արցախի հարցը բարձրացնում, եկեղեցին նաև ցանցային կառույց է եւ ընտրությունների ժամանակ դուք չգիտեք քահանան գյուղերում ինչ կասի։ Իսկ այդ գյուղի ընտրազանգվածը նայում է կոնկրետ մեկ հեռուստաընկերություն եւ նրա ազդեցության տակ է գտնում։ Այ որպեսզի այդ քահանան չգնա եւ ընտրությունների ժամանակ այդ քարոզը չանի, պետք է նրան այսօրվանից չզոքացնել։ Նաեւ այդ խնդիրն էլ կա։ Պարոն Բադալյան, վերջին երկու հարցերը ինձնից։ Առաջինը, ինչու Եվրամիությունը բաց հայտարարեց Փաշինյանին օգնելու մասին եւ վերջին փաստաթղթով, որը ստորագրվեց եւ նաեւ բարձ հայտարարությամբ։ Կարող էին դա անել առանց այդպես բացահայտ հայտարարելու։ Ինչու հայտարարեցին։ Այստեղ ամենահետաքրքիր հարցը բացահայտ ասեցին, որ լսողը լսի, որ այս թիմը արդեն մենակ մեր այսպես ոնց են ասում աննաշ սուկինսին, հա, արդեն սրանք մեր գործակալներն են։ Լսողը լսեց, հասկացավ եւ դրա համար երբ որ իր փոխվարչապետը եկավ Հայաստան, ինքը վարչապետից էլ չհանդիպեց։ Լսարանը նրան էին ասում, որ սրանք արդեն մերոնք են։
Սրանք էլ ձերոնք չեն։ Եվ միաժամանակ իրանք այսպես ժողովրդական ասած վառեցին, կոպիտ ասած, որ մի գնացեք այնտեղ մեզնից բողոքեք, մի եկեք ստեղ իրանցից բողոքեք։ Մենք բացայտ ասում ենք, որ դուք արդեն մերոնքական եք եւ դուք լսեք։ Իրանք արդեն մերոնքական են։ Այդ դրա համար իրանք բացայտ ասեցին։ Բայց իմաստը ստավկան դնել Եվրամիության վրա, ամենաթույլ միության վրա գլոբալ առումով, որովհետեւ եւ ԱՄՆ-ն, եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը, եւ ընդհանրապես զարգացումները, Ռոբերտ Քոչարյանն էլ ասաց, որ մենք փաստացի ուժեղացող հնարավոր դաշինքներից վազում ենք թույլացող դաշինքի, որտեղ միակ հնարավոր տանիքն է իր համար, թե տակ ինչ որ հաշվարկը։ Ինքը սուբյեկտ չէ, ինքը օբյեկտ է, օբյեկտը խաղադրույք չի կատարում, ինքը կատարում է պատվերներ։ Ինչի հենց Եվրամիությունն է։ Որտեղ Իրանը այդ ուժն է իրան բերել իշխանության 2018 թվականին։ Գլոբալիստական Եվրամիությունը, այսօրվա Եվրամիությունը գլոբալիստական շարժում, միայն Եվրամիություն չէ, դա մեջ է Բրիտանիան է մտնում, եւ Թուրքիան է մտնում, եւ Իսրայելն է մտնում, որովհետեւ այսօր արդեն Երուսաղեմի հատուկ ինստիտուտը նշեց, որ իրանք Զանգեզուրից միջանցք հետ կապված բավականին մեծ հետաքրքրություն ունեն։ Այսինքն դա Միացյալ Նահանգները արդեն այս հատկապես Տրամփի հետ կապված իրան գլոբալիստների կան այդ թևից դուրս են եկել, իրանց հետաքրքրում զուտ Զանգեզուրի միջանցքը Իրանի դեմ կապված գործընթացներում։ Իրանք այս տարածաշրջանում որպես այդպիսի մեծ հետաքրքրություն չունեն, բայց այն մյուս գլոբալիստական թևը ինքն է բերել իր լրիվ ծրագիր իրականացնելու համար։ Ծրագիրը սկսում է Բալկաններից, Բուլղարիա, Ռումինիա, Մոլդովա, Ուկրաինա, Օդեսա, Նիկոլաև նավանգստից, Սերծով, Հարավային Կովկաս, կենտրոնական այս երկրներ, այս տարածք ուղղված է առաջին Ռուսաստանի դեմ, որը որպես գերան պետք է հարվածի Ռուսաստանին եւ պատկերացրեք, եթե Ղազախստանը, իսկ Ղազախստանը շատ արագ ձևով թեքվում է դեպի այդ գլոբալիստական այդ կողմը, որովհետեւ ընդհանրապես 2 օր առաջ այնտեղ արդեն ՆԱՏՕ-ի ստանդարտներով ռազմական գործարաններ հիմնելու, ասենք, համաձայնագրեր կնքեցին կառուցման եւ այլն, այսինքն դա դեպի ՆԱՏՕ։ Պատկերացրեք, եթե Ղազախստանում լինեն, ասենք, հետախուզական ռազմական սարքավորումներ, պատկերացնում եք, իրանք Ռուսաստանի հետ ինչ մեծ տարածքներ կարող են իրենց գործողություն իրականացնել, իսկ այնտեղ ազգային փոքրամասնություններ կան, բավական շատ Թաթարստան եւ մնացած ուրեմն երկրներ։ Միաժամանակ նաեւ Իրանի։ Դրա համար այս տարածքը, այո, գլոբալիստները վերցել են իրենց հսկողության տակ, նաեւ իհարկե նավթ, գազ, ռեսուրս եւ այլն կա։ Դրա համար այս գլոբալիստական տարածքը այո, գտնվում է այդ իրանց Եվրամիության եւ գլոբալիստների հսկողության տակ եւ դրանք բոլոր որտեղ որ կարող են ընտրություններով թույլ չտալ ազգային ուժերի գալը խանգարում են։ Ռումինիա մանցատարի խանգարեցին։ Պիտի գան արևմտամետ ուժեր, բայց ոչ գլոբալիստներ։ Թույլ չտվեցին նախագահական ընտրություններ։ Մայա Սանդոյին աջակցող կուսակցությունը սեպտեմբերին արեցին, որտեղ իրանք այս տարածքում կարողանում են, բաց այդ ասեցին, այո, լսեք, Մոսկվա հաջորդ տարի հունիսին մենք այստեղ իրականացնել ենք մոլդովական սցենար, այս ուժը մերոնքական ուժ է, մենք սա վերցնում ենք մեր հսկողության տակ։ Եվ դրա համար մենակ այս կենտրոնը չի կարող ինքը Չինաստանի, Իրանի, ասենք Ռուսաստանի հետ կապեր զարգացնել, որտեղ Հայաստանի իշխանությունը սուբյեկտ չեն։ Նրանք օբյեկտ են, նրանք պատվերը ստացել են, միջև až պետք է կատարեն, իսկ հետո ինչ կլինի արդեն իրենց խնդիրը չի։ Դրա համար երբ որ կգա ազգային ուժ, իհարկե նա եւ BRICS-ի հետ կապերը կամրապնդի, եւ Չինաստանի, եւ Ռուսաստանի, եւ հատկապես Իրանի Իսլամական Հանրապետության, որը գոյաբանական խնդիր է դառնում արդեն այս տարածքը գլոբալիստների հսկողության տակ անցնելը, բայց դա հետագային արդեն հունիսի 7-ից հետո կհաջողվի թե չէ, կամ միջև այդ կհաջողվի թե չէ, դժվար ասել։ Եթե կարողանանք իրականացնել, որտեղ Հայաստանում, գիտեք, ինչքան համակարգը ուժեղ է թվում, միշտ իմացեք, ցանկացած ուժեղ համակարգ, ասենք որ տեսնում եք շատ ուժեղ է, ինքը միշտ թույլ կետեր ունի։ Այդ դու թույլ կետերը որ գտես, ասես մատկատացնես, այս համակարգը լրիվ փլուզվում է։ Դու դա կարող ես անել եւ հունվարի, եւ փետրվարին, այսինքն իշխանափոխություն, եւ մարտին, եւ ապրիլ ամսին, ուղղակի ցանկություն է պետք դա իրականացնել։ Պարոն Բադալյան, վերջին հարցս լինելու է Փաշինյանի թիմի մասին, որտեղ գիտեք նախընտրական ցուցակ է ձևավորվում ու падգամավորներից մեկը Հայկ Սարգսյան դուրս է մնացել այդ նախընտրական ցուցակից եւ այս падգամավորի մասին գլխավոր տեղեկությունը նրա գլխավոր նախաձեռնություններից մեկն այն էր, որ խաղային բիզնեսի հարկերն էր փորձում բարձրացնել, ինչին ազգային ժողովում դիմադրեցին։ Ինչ է կատարվում Փաշինյանի նախընտրական ցուցակում եւ ընդհանրապես կուսակցության ներսում ամեն ինչ նորմալ է, թե դուք եւս նկատում եք խլվրտոցներ, եթե կարող եմ այսպես ասել։
Տեղն ունենում այս գործընթացը, որ վարչապետը ինքը ում ուզում է ցուցակի մեջ ընդգրկում է, ով չի ուզում չի ընդգրկում։ Ընդհանրապես սա բնական երևույթ է, որտեղ անձնիշխան կառավարման համակարգը չի ենթադրում կուսակցության մեջ ինքնուրույն դիրքորոշում ունեցող կամ թեկուզ սեփական ես ունեցող մարդիկ։ Հիմա բոլորը պայքարում են ցուցակի մեջ, ով ավելի շատ ինքոր Փաշինյան կլինի։ Այսինքն խնդիրը դրա մեջ է, այնտեղ չի կարող լինել ինքնուրույն մտածելակերպով մարդը թեկուզ երբ որ ինքը խաղային բիզնեսի հետ դեմ է դուրս գալի, որը Հայաստանում այնտեղ բանկ ունի եւ այլ եւ իշխանություն հետ կապած, ասենք սա տաճած ինչ որ գործընթաց է, բնականաբար նա չի կարող ցուցակում լինել։ Եվ հետո ասել որ դա այդքան էական չի, հասկանում եք, խնդիրը դա չէ, իր այդ ԿՊ-ում ցուցակում ով կա լավ, ով կա վատ եւ այլ, խնդիրն այն է, գտեք Հայաստանի կառավարման համակարգի թույլ տեղերը, օգտվեք տեղից եւ իշխանափոխություն արեք եւ ուղղակի կոնակ հաղթանակ։ Պարոն Բադալյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար։